Բեկած քեզ ասում եմ, վեր սկսում ենք հաղորդումը, ոյ։ Ողջույն, հանրայինի եթերում Եղիր առողջ բժշկական նախագիծն ենք։ Ես բժիշկ Վահե Մինասյանով եւ բնականաբար ես զրուցելու եմ ձեզ հետ, այսինքն մենք զրուցելու ենք ձեզ հետ առողջության մասին, քեզ ասում եմ վեր կաց։ Մենք այսօր խոսելու ենք այն մարդկանց մասին, որոնք ցերեկային ժամերին անտանելի անդիմադրելի կերպով ուզում են քնել, հանկարծակի միանգամից ուզում են քնել։ Արդյոք դա հիվանդություն է, թե ինչ որ ախտանշան, թե գուցե ուղակի հոգնածության դրսևորում։ Եթե ունեք նման երևույթներ, ապա անպայման դիտեք մեր այսօրվա հաղորդումը։ Կսկսենք տեսանյութից, իսկ հետո արդեն կհրավիրենք հյուրին։ Քեզ ասեցի վեր կաց։ 1726 թվականին Ջոնաթան Սվիֆթը Գուլիվերի ճամփորդությունների մեջ նկարագրում է Լապուտայի տարօրինակ ու ցրված բնակիչներին, որոնք անսպասելի քնում են հենց բանավեճի կամ գործի կեսին։ Դարեր շարունակ գրական այս կերպարները թաքցնում էին իրական ախտորոշում՝ նարկոլեպսիա, արթմնի երազ կամ կյանքի համար վտանգավոր իրականություն։ Առօրյա բուրըն գործունեության ընթացքում հանկարծ արտաքին աշխարհն անջատվում է բառի բուն իմաստով։ Այս խնդիրն ունեցող մարդկանց 19-րդ դարում համարում էին կախարդված կամ ծույլ։ Իրականում նյարդաբանական խանգարումն է, որն առաջանում է քնի եւ արթնության հավասարակշռության համար պատասխանատու կենսական նյութի պակասից։ Մեծամասամբ նարկոլեպսիան հայտնաբերվում է 15-ից 30 տարեկանում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով ճիշտ ախտորոշման համար հաճախ պահանջվում է 7-ից 10 տարի։ Քանի որ սկզբնական փուլում այդ հիվանդությունը կարելի է շփոթել դեպրեսիայի կամ էպիլեպսիայի հետ։ Հիվանդների 70%-ի մոտ առաջանում է կատապլեքսիա։ Դա հանկարծակի մկանային թուլությունն է, որն առաջանում է ուրախության, ծիծաղի կամ զայրույթի պահերին։ Նման դեպքերում մարդը գիտակցում է ամեն ինչ, բայց չի կարողանում շարժվել։ Նարկոլեպսիա ունեցողների շրջանում ճանապարհատրանսպորտային պատահարների ռիսկը 2-3 անգամ ավելի մեծ է։ Իսկ նոպաների պատճառով շատերը ստիպված են լինում փոխել մասնագիտությունը, ընտրելով անսպասելի քնի տեսանկյունից ավելի ապահով զբաղմունք։ Եվ այսպես հարգելի հեռուստատեսողներ, եկեք դիմավորենք մեր այսօրվա հյուրին, Առողջապահության ազգային ինստիտուտի նյարդաբանության ամբիոնի վարիչ Սամսոն Խաչատրյանին։ Ողջույն, բժիշկ Խաչատրյան, ուրախ եմ ձեզ այստեղ տեսնել։ Եվ այսօր մենք խոսելու ենք, ինչից ենք խոսելու։ Նարկոլեպսիա։ Նարկոլեպսիայի մասին ենք այսօր խոսելու։ Գիտեք ինչ եք խոսելու, կարդացել եք, չեք պատրաստվել։ Այդպես է, ամբիոնի վարիչները ընդհանրապես դասերը լավ չեն սովորում։ Հələ գնացինք։ Հիմա մենք կիմանանք։ Այն խեղճ կլինիկական օրդինատորներին, որ կանչում եք քնության, այ հիմա դուք ինձ կպատմեք ինչ է նարկոլեպսիան։ Թեման իրականում շատ անտեսված է, դրա համար այն արժանի է առանձին շեշտադրման։ Համաձայն եմ, բայց թույլ կտակ մի հատ այսպես սոցիալական հարցում իրականացնենք, մասնավորապես մեր տաղավարում գտնող հանդիսատեսին հարցնել։ Արդյոք կարծում եք, որ դասի ժամանակ աշխատանքի վայրում կամ անգամ ավտոմեքենայի ղեկին քնելու անտանելի ցանկությունը կապված է գերհոգնածության հետ եւ ոչ մի հիվանդության։ Թող քվեարկեն, իսկ դուք պատմեք նարկոլեպսիայի մասին։ Նարկոլեպսիային մինչև անդրադառնալը կարծում եմ առաջին հերթին պետք է խոսել քնկոտություն հասկացության մասին, որովհետև նախ մեր մշակույթի մեջ քնկոտությունն ու հոգնածությունը միշտ իրար այսպես գրկած գնում են։ Այսօր երբ ասում ես հոգնածնեմ, դու քնկոտնես։ Հարցնում ենք օրինակ քնկոտություն կա, ինքը ասում է այո, շատ, բայց ի նկատի ունի հոգնածությունը։ Կամ նա կարող լինել քնկոտ, բայց համարել, որ հոգնած է։ Դե բայց իրականում դրանք իրար կապված չէ։ Բայց հարց չէ, այդքան էլ չէ։ Մարդ կարող է լինել հոգնած։ Դուք քնկոտ ու հոգնած նույն ժամանակ չեք լինում։ Իմ կարծիքով նույն ժամանակ։ Լավ, ապացուցեք մեզ հակառակը։ Որ հոգնած եք, պարտադիր է քնեք։ Հա, իսկ ֆիլմի պարկեք ու հանգստանաք օրինակ։ Կարող է լինել։ Ու չքնեմ։ Ու հետո որ օրինակ շատ քնկոտ եք, բայց փորձում եք հասկանալ, այդ ինչից եմ սենց քնկոտ, հոգնել եմ, չէ, շատ գործ եմ արել, չէ, բայց քնկոտ ես։ Ինչի՞։ Կա տարբերակ։ Երկրորդը քնկոտությունը ինչից է առաջանում։ Նախ առաջին հերթին երբ նման գանգատ կա, մենք փորձում ենք համոզվել, որ այդ մարդը բավարար քանակի քնում է
բայց միևնույն է քնկոտ է, որովհետև եթե ինքը քիչ է քնում, բնական է, որ ինքը պետք է քնկոտ լինի։ Իսկ մեր մեջ շատ է այդ խնդիրը, շատ ենք կրճատում մենք քնի ժամերը տարբեր այլ հարցերով։ Մարդիկ միջինում սկսել են քնել քիչ։ Էկրաններ, սոցցանցեր, շփում, կինոներ։ Այսինքն կարծում եք, չգիտեմ, 50 տարի առաջ կամ 30 տարի առաջ ավելի շատ էին քնում։ Միանշանակ, այո, դա ես չեմ ասում։ Գիտական ուսումնասիրություններ են ցույց տալիս, դա շատ ավելին, էլի 8 ժամ, 9 ժամ, հիմա արդեն դարձել է հազիվ համարվում է նորմայում չափահասի, որ մինիմում 7 ժամն է, որ պահանջվում է չափահասը քնի 7-ից 9 համարվում է նորմալ միջակայք։ Դա հայտնի այսպես խորհուրդ է։ Ժամանակին մութ ընկնում էր քնում էին, մինչև լուսաբաց։ Այդ շատ ժամանակին։ Եվ վերջապես մարդիկ սկսել են քնել քիչ, դրա պատճառով պետք է լինեն հոգնած ու քնկոտ։ Այդ բնական է։ Բայց պատկերացնենք, որ ասում է ոչ, ես հետևում եմ իմ քնի հիգիենային, քնում եմ բավարար ու ուզում եմ հասկանալ ինչի եմ մեկա քնկոտ ես ցերեկը։ Այդտեղ սկսվում է արդեն կլինիկական սոմնոլոգիան, որովհետև մենք պետք է հասկանանք կամ ինչ որ ուրիշ հիվանդություն ունի քունը ընդհատող, օրինակ մենք շատ խոսել ենք տարբեր առիթներով քնի ապնոյի մասին, հա, քնի շնչառական խնդիր ունեցողները իրենց մոտ քունը շատ վատ վիճակում է, ընդհատումներով է, ոնց որ քնի որակը շատ տուժած է, գուցե ինքը չի արթնանում անընդհատ, որ հիշի, որ այսքան ժամանակ չքնեցին, բայց ինքը կարող է այդպես ժամեր քնել, շատ երկար, միևնույն է անորակ եւ չբավարարված։ Դա կարող է լինել իրոք, այդ թեկուզ ձեր բերած օրինակներով ղեկին քնել, աշխատավայրում քնել եւ այլն, դա մի տեսակի պատճառների խումբ է, բայց կա նաեւ մի խումբ հիվանդություններ, որոնք կոչվում են կենտրոնական քնկոտության հիվանդություններ, այսինքն քնի կենտրոնը հենց ինքնին առանց արտաքին ինչ որ ընդհատող ազդակների ինքը սկսել է վատ աշխատել, ոչ թե օրինակ անքնության ձևով, ոնց որ գիտենք շատ տարածված անքնության խնդիրը, այլ հակառակը, գերքնության ձևով։ Դրան մենք կոչում ենք հիպերսոմնիա, այսինքն գերքնություն հայերեն։ Հիմա այդ գերքնությունը, երբ որ համարում ենք, որ հենց կենտրոնականն է, այսինքն քնի կենտրոնի սխալ աշխատանքի հետևանքով է, այդտեղ գլխավոր դերերում հանդես է գալիս հենց մեր այսօրվա, այսպես ասած, հերոսը, նարկոլեպսիա հիվանդությունը։ Իմիջիալոց այդ անվանումից մի քիչ վախենում են հաճախ, որ առաջին անգամ օգտագործում են նարկոմանիայի հետ։ Այո, նարկոմանիայի հետ են խառնում եւ այլն, բայց իրականում նարկոն հենց քունն է, այսինքն շատ հակում դեպի քնելը, եթե շատ པարզ թարգմանենք այդ տերմինը։ Նարկոլեպսիա պացիենտները իրենք շատ են իրական համարվում է հազվադեպ հիվանդություն, բայց օրինակ ամերիկյան տվյալներով 2000 հոգուց մեկը ունի նարկոլեպսիա միջինում։ Ասենք կարող է այդքան էլ քիչ չի դրսևորվում, այսինքն իսկ կարող ենք ես ու դուք զրուցենք ու հանկարծ մեզնից մեկը քնի։ Տարբեր աստիճանի է լինում, քնկոտությունը կարող է լինել թեթև ֆոնային, կարող է լինել ավելի ուժեղացած, որ մարդը մի քիչ դիմանում է, հետո հասկանում է, որ չի դիմանում, գնում է մի անկյուն գտնում է, իր համար քնում է, որ բոլորը հավաքվում են, ուրախանում են, գոռում են, ոչում են, մեկը գնում է անկյունում, այնտեղ քնած է։ Եվ վերջապես մի ամենավտանգավոր դրսևորումը քնկոտության կարող է լինել քնի գրոհը։ Ահա։ Քնի գրոհ երբ ասում ենք, դա ոչ թե որ ինքը օրինակ 1 ժամ տենց քնկոտությունը աճում էր ու հետո քնեց, այլ բոլորովին անկանխատեսելի, լիովին այսպես առույգ վիճակից կտրուկ անցումն է դեպի քունը։ Այսինքն մեքենայով գնում եմ, ասում եմ, խոսում եմ, ու հանկարծ տեղի է ունենում կտրուկ անցում դեպի քունը։ Ինչ պիտի անի այդ մարդը։ Պետք է զգույշ լինի, գնա հետազոտվի, չքշի, ղեկին քնելու վթարները ընդհանրապես շատ վտանգավոր են։ Այսինքն դա հոգնածություն չէր, դա հիվանդություն էր։ Այո, քնկոտության հետևանքով էր, ոչ թե հոգնածություն։ Դա մենք չենք խոսում այն մասին, որ գիշերը բաթումից քշեց եկավ եւ 10 ժամ քշելուց հետո քնեց ղեկին։ Այդ մի քիչ ուրիշ պատմություն է, հա։ Քնի կրճատման հետևանքով։ Քնել էր, հոգնած չէր։ Ապրեք, լիարժեք քնած վիճակից, միևնույն է, ցերեկը ժամ օրինակ 1-ին ինքը քնեց ղեկին։ Այդ շատ վտանգավոր է։ Ինչով է վտանգավոր։ Ապացույցներ կամ հետազոտություններ կան, որ ղեկին քնելու պատճառով վթարները միշտ ավելի լուրջ հետևանքներ են ունենում, թե մեքենայի մեջ գտնվողների համար, թե արտաքինից, հետևաբար դրա կանխելը առաջնահերթություն պետք է լինի եւ մենք այդ հարցը աշխատում ենք հիմա բարձրացնել մեզ մոտ շատ։ Ես ուզում եմ հասկանալ, կանխել ասելով մենք այդ մարդկանց գտնում ենք, ախտորոշում ենք ու ասում ենք դուք ավտոմեքենա մի վարեք, թե իրենց կարելի է բուժել։ Իրենց կարելի է բուժել։ Բժիշկը ունի այդ իրավասությունը, որ եթե համարում է, որ
այս վիճակում վտանգավոր է ինքը քշի մեքենա, նա կարող է ժամանակավոր այսպես խորհուրդ տալ, որ արգելվի քշելը, ժամանակավոր կասեցվի, այսպես ասենք, մինչև որ այդ խնդիրը կկարգավորվի։ Հիմա դա կլինի դեղորայքային մեծ մասը կարգավորելի է, նարկոլեպսիայի մասին եկեք խոսենք ավելի կոնկրետ, ինչու, որովհետև ամեն մի քնկոտ մարդ չի, որ ունի նարկոլեպսիան ունի շատ այլ, շատ հետաքրքիր դրսևորումներ։ Կարծում եմ շատերը, հատկապես հիմա երիտասարդները շատ լավ գիտեն քնի պարալիզ հասկացությունը։ Ինչքան տենց երիտասարդ դպրոցական պացիենտ ենք ունենում, բոլորը այդ քնի պարալիզը լավ գիտեն։ Երբ կարող ես արթնանալ քնից, ուզենալ շարժվել ու չստացվի։ Ոչ թե ալարես շարժվել կամ հոգնածություն զգաց չշարժվես, քնկոտ լինես, այլ իրոք ուզում ես շարժվել, չի ստացվում, պարալիզված ես։ Դա տևում է վայրկյաններ սովորաբար, արագ է անցնում, երբեմն երբ ուղեկցվում է մի քիչ էլ ավելի ինչ-որ հալյուցինատոր երևույթներով, վերջ, շատ վատ վիճակում դիմում են, վայ, ես ինչա, ինչ-որ բաներ եմ տեսնում, էակներ եմ տեսնում եւ այլն, արդեն կարող են գնալ հոգեբուժության ուղղությամբ եւ այլն, իրականում դա այդքան էլ հոգեբուժական խնդիր չէ, այլ քնի խանգարման տեսակ է։ Պարզապես այդտեղ տարբերությունն այն է, որ ինքը կարող է լինել անկախ քնի խանգարման տեսակ, բայց նաև սիմպտոմ նարկոլեպսիայի մեջ, որպես սիմպտոմներից մեկը։ Մի շատ այլ հետաքրքիր մի սիմպտոմ ունի նարկոլեպսիան, նման պացիենտներին մենք միշտ այսպես ավելի հետաքրքրությամբ են մեր ուսանողները, արձինատռները նայում, կատապլեքսիա է կոչվում, երբ ծիծաղացնում ես, ուրախ ինչ-որ իրավիճակ է լինում կամ անեկդոտ ես պատմում այդ մարդուն, թուլանում է։ Իրոք թուլանում է, ոչ թե փոխաբերական իմաստով, այլ մկանները թուլանում են, ինքը կարող է ընկնել այդ աստիճան։ Կամ օրինակ հանկարծակիի գալուց, կամ ինչ-որ բան շատ սպասելուց, որ մկանային համակարգը կտրում հանգում է տոնուսը եւ ինքը կարող է մասամբ կամ ամբողջ մարմնով թուլանալ եւ ընկնել հետեւաբար։ Դա շատ սպეციფიկ նշան է հենց նարկոլեպսիայի համար։ Օրինակ ես ասացի, որ քնի պարալիզը կարող է լինել նաեւ առանձին նարկոլեպսիայից դուրս, բայց կատապլեքսիան այդ թուլանալը ծիծաղելիս հատկապես ինքը շատ սպეციფიկ է, այսինքն եթե նման նշան տեսնում եք, թեկուզ մասնակի պարտադիր չի տենց ընկնի, կարող է օրինակ գլուխը թուլանա, ձեռքերը կախվեն, նաև քիչ մնա ընկնի, միտեղ գտնի նստի, հա, այսինքն այդ աստիճանի եթե լինում է ու կրկնվող բնույթ ունի ու հատկապես կապ ունի էմոցիոնալ տրիգերներ ենք մենք ասում, հա, ինչ որ մի ուրախալի փաստ, երբեմն բացասական հույզերից էլ կարող է լինել։ Բուժելը բարդ է։ Բուժումը մասամբ ռեժիմային որոշ յուրահատկություններ, փոփոխություններ կնիգիենա, բայց հիմնականում դեղորայքային է։ Ու այստեղ մենք մի փոքր խնդրի, մի փոքր չէ, լուրջ խնդրի առաջ ենք կանգնած, որովհետև շատ դեղեր, որոնք նախատեսված են հենց նարկոլեպսիայի համար, ցավոք Հայաստանում առայժմ առկա չեն։ Այո, մի կերպ ինչ որ ձևերով հայթայթում են, նախարարությունները երբեմն թույլտվություններով աջակցում եւ այլն, բայց մեզ պետք է որ տեղում դրանք լինեն։ Դրանք մասամբ հսկելի դեղեր են, այսինքն ավելի խիստ հսկողություն պահանջող դեղեր են, այդ կետը կա իհարկե, բայց մյուս կողմից շատ մեծ կոնտինգենտ է, ովքեր կարիք ունեն նման դեղերի։ Խոսքը միայն նարկոլեպսիայով տառապողների մասին չէ, օրինակ քրոնիկ հոգնածությունը նույնպես կարող է օգնել այդ խմբի դեղերը կամ հայտնի օրինակ ուշադրության պակասի եւ հիպերակտիվության համախտանիշը նույնպես նույն դեղերով կարելի ասել հսկվում է։ Եթե վերցնենք ընդհանուր, բավականին մեծ կոնտինգենտ է ստացվում։ Մենք այդ ուղղությամբ իհարկե հույս ունենք, որ աջակիցներ կունենանք, պացիենտները ախտորոշված են, շատ են արդեն տարիների ընթացքում կուտակվել են, պետք է խոստովանել, որ դեպքեր կան, որ թեթև դրսևորումներով են, այս պահին շատ ծանր չեն, որ հասկանան, որ դա ինչ-որ կլինիկական վիճակ է եւ դիմեն, ու լավ է, բայց այնուամենայնիվ ադապտացված են, նրանք կան, ու չխոսել դրա մասին խորանում է, ավելի ուժեղ է սկսում ինչ-որ էտապից դրսևորվել, խնդիր է։ Եթե դուք ձեր մեջ կամ ձեր շրջապատում տեսաք այս պատկերը, ապա անպայման դիմեք բժշկի, որովհետև իսկապես կարող են լուրջ խնդիրներ ունենալ, լուրջ փորձանքի մեջ ընկնել, որովհետև այո, ցանկացած պահի դա կարող է տեղի ունենալ նման խնդիր ունեցող մարդու հետ։ Տեսնենք ի դեպ քվեարկության արդյունքները, արդյոք կարծում ենք, որ հոգնածության դրսևորում է, 40%-ը մտածում էր, որ հոգնածություն է, փաստորեն միայն հոգնածությունը չէ, կարող է նաև հիվանդության արդյունք լինել։ Ի դեպ ես հիշում եմ, որ դուք անդրադարձել եք մի գրական հերոսի, որը քնում էր
երկար էր քնում, մի ամբողջ հոդված միջազգային լուրջ ամսագրում Բժիշկ Խաչատրյանը տպագրել էր կռահեցիք ով էր այդ գրական հերոսը, որ այսպես լավ քնում էր եւ տիպիկ ներկայացնում էր հենց պաթոլոգիաներից մեկը, բայց ոչ հենց նարկոլեպսիան, շատ ավելի հազվադեպ հանդիպող, էլի քնկոտության համախտանիշը կոչվում է Կլայն-Լևինի համախտանիշ, այդ բժշկական անունն է։ Շատ դասական կերպով ներկայացված է։ Բայց ռոթը երևի թե կիմանան դա քնած գեղեցկու կամ դիցու համախտանիշ անունով։ Այո, նույնպես սինդրոմ սպեշիալ։ Բայց մեր գրականության մեջ մսրամելիքի մասին է խոսքը, հասնածռերից, հատկապես Սասունցի Դավիթ ճյուղից, հիշում եք այդ հերոսին, իհարկե ինքը բացասական հերոսն էր, բայց ամեն դեպքում, այո, հետաքրքիր հերոս էր հենց դրանով։ Դուք երևի կհիշեք, որ խոսքը գնում է այդ իրենց կռվի մասին, որ պետք է Դավիթը մարտնչի մսրամելիքի հետ եւ հանկարծ բարձվում է, որ նա քնած է ու դեռ իր շրջապատի մարդիկ արդեն քանի որ դա փաստորեն կրկնված դեպքեր են, գիտեն, որ 3 գիշեր քնել է, դեռ 4 գիշեր պետք է քնի։ Գիշեր չէ, օր, ընդհանուր։ Փաստորեն դա շատ բնորոշ էր այդ հիվանդությանը, մենք դա նկարագրեցինք, եւ դա հենց ավելի հազվադեպ հանդիպող կենտրոնական քնկոտության համախտանիշներից է, դա օրինակ հանդիպում է 1 միլիոնից 1-2 դեպքում։ Ու փաստորեն այդ սասնածռերի ձևավորման ժամանակ երևի թե ինչ-որ օրինակ է եղել։ Դե ինչ, հարգելի հեռուստադիտողներ, մենք խոսում ենք այսօր նարկոլեպսիայի մասին, իմ հյուրը Նյարդաբանության ամբիոնի վարիչ Սամսոն Խաչատրյանն էր, կարծում եմ, որ թեման հետաքրքիր էր բոլոր նրանց համար, ովքեր անսպասելի հանկարծ սկսում են քնել։ Մի քնեք, առողջ եղեք, մնացեք մեզ հետ։ Դե ինչ հարգելի հեռուստադիտողներ, շարունակում ենք հաղորդումը ծնողների դպրոցն է մեր եթերում եւ մենք խոսում ենք պատանեկության հորմոնալ փոթորիկների մասին։ Մի զարմացեք այս տերմինի վրա, որովհետեւ իսկապես պատանեկության տարիներին մենք բոլորս եղել ենք շատ տարբերվող եւ նույնը տեղի ունենում մեր երեխաների հետ, ինչպիսի հորմոնալ փոփոխություններ են տեղի ունենում եւ ինչով են պայմանավորված մեր երեխաների, այսպես ասած, գժությունները, կորոշենք մենք այսօր մանկական էնդոկրինոլոգ Մարինե Առաքելյանի հետ դիմավորենք։ Ողջույն բժշկուհի։ Բարև ձեզ։ Նախ հասկանանք պատանեկությունը, դա որ տարիքային խումբն է։ 9 տարեկանից սկսված երեխաները անցնում են պատանեկության շրջանի միջով։ Եվ այդ միջով։ տարիքից անկախության դրոշը բարձրացնում են, ասում են՝ դե եկեք այստեղ մենք ձեզ հիմա կասենք։ Այո, աղջիկների դեպքում մի փոքր կարող է ավելի շուտ դրսևորվել 8 տարեկանից, տղաների դեպքում 9 տարեկանից։ Ինչ սպասել նրանցից։ Դե առաջին տրամադրության փոփոխություն է դիտվում, սկսում են այդ տարիքում երեխաները իրենց նախասիրությունները առաջ բերել, պաշտպանել իրենց գաղափարները, իրավունքները, ճաշակ են թելադրում։ Իրականում դա վատ վարքի նախանշան չէ, այո, դա բնական ընթացքով շրջան է, փուլ է, պետք է մի փոքր ավելի զգույշ մոտենանք դեռահասներին, որովհետև իրենց ինքնությունը ցույց տալու, դրսևորելու շրջանն է։ Հոգեբանական տեսակետը նայեցինք, հիմա եկեք հարգանք բժշկական տեսակետին, իսկ իրականում ինչ տեղի ունեցավ այդ օրգանիզմի հետ, ինչու փոխվեց։ Դեռահասության շրջանում ուղեղում տեղի են ունենում, այսպես ասած, փոփոխություններ, որի շնորհիվ սկսում է սեռական հորմոնների արտադրության շրջանը։ Աղջիկների դեպքում արտադրվում են էստրոգեններ ու պրոգեստերոն, տղաների դեպքում տեստոստերոն, նաև ադրենալ հորմոնները, ժողովրդական լեզվով ասած ստրեսային հորմոնները, որոնք էլ պատասխանատու են լինում հենց հուզմունքի, ստրեսին արձագանքելու գործընթացին են մասնակցում։ Փաստորեն ավելի զգայուն է դառնում օրգանիզմը, այսպես ասենք։ Այո, ավելի զգայուն է դառնում։ Կարող ենք ասել մի քիչ էլ կարող են նեղացկոտ դառնալ։ Այո, այո։ Ու դա նորմալ է։ Այո, դա նորմալ, դա բնական երևույթ է։ Դրա համար պետք է առաջինը դեռահասին լսել, իրենց ցանկությունները հաշվի առնել։ Դեռահասները սիրում են, երբ որ նրանք լսված են լինում, հա։ Դրա համար ծնողներին խնդրում եմ համբերատար լինել ու աջակցել իրենց դեռահասներին։ Բայց կարելի է, չէ, ասել դու ճիշտ ես, ես քեզ լրիվ հասկանում եմ, բայց արի մտածենք մի քիչ ուրիշ ձևով եւ համոզելով, եթե դուք կարծում եք, որ դուք ունեք ավելի ճիշտ տարբերակ դիցուկ նույն ճաշակի հետ կապված, այնուամենայնիվ կարելի է համոզելով ցանկացած հարց լուծել։ Այո, տեսնում եմ։ Եթե համառորեն դեռահասը պնդում է, որ ճիշտ է ինքն է,
Իրականում կան իրավիճակներ, երբ որ պետք չի մեծահասակների ցանկությամբ առաջնորդվել, նրանց ցանկությունները նույնպես պետք է հաշվի առնվեն։ Այսինքն, եթե մենք մի անգամ զիջենք, հաջորդ անգամ գուցե նրանք տեսնեն, որ մենք զիջում ենք, նույնը կրկնեն նրանք։ Լավ, սա իդեալական տարբերակներ, բայց կարող են լինել նաև այս ժամանակահատվածում որոշակի հորմոնալ խանգարումներ։ Այո։ Ինչին պետք է ուշադրություն դարձնի, այսինքն մենք գիտենք, որ կարող է տրամադրության փոփոխություններ, հուզականություն եւ այլն, դա նորմալ է, իսկ ինչը նորմալ չէ։ Երբ որ ժամանակից շուտ սկսեն այդ նախանշանները, աղջիկների դեպքում մինչև 8 տարեկանը, տղաների դեպքում մինչև 9 տարեկանը։ Վաղաժամ հասունացում։ Այո, վաղաժամ սեռական հասունացման մասին։ Ինչ վատ բան կա դրա մեջ։ Եթե վաղաժամ սեռական հասունացում է սկսում երեխայի մոտ եւ դա իսկ իրապես ամբողջովին վաղաժամ սեռական հասունացում է, որովհետև լինում են դեպքեր, երբ որ այդ գործընթացը վաղ է սկսվում, միայն նախանշաններն են վաղ դիտվում, բայց բուն ամբողջովին սեռական հասունացումը սկսում է ժամանակին։ Իսկ եթե շուտ է սկսվում, կարող են օրինակ աճի գոտիները վաղաժամ փակվել եւ երեխայի վերջնական հասակը ետ մնալ իրական հասակից։ Ուրիշ ինչ փոփոխություններ կարող ենք տեսնել հորմոնալ պատանեկան տարիքում։ Կարող են օրինակ անհակ ցանկություն ունենալ ուտելիքի նկատմամբ, դա նույնպես իրականում բնականon գործընթաց է եւ ունի իր պատճառները։ Այդ շրջանում սեռական հորմոնների ազդեցությամբ, ադրենալ հորմոնների ազդեցությամբ տեղի ունենում ֆիզիոլոգիական ինսուլինառեզիստենտականություն, այսինքն ինսուլինի նկատմամբ կայունություն, որը որ չափավոր է, որովհետեւ կա նաեւ ինսուլինակայունություն, բայց իրական ինսուլինակայունություն, ոչ ֆիզիոլոգիական, եւ հենց դա է պատճառը լինում, երբ որ դեռահասները այդ տարիքում քաղցրի նկատմամբ պահանջը մեծանում է, քաղցր ըմպելիքների, կոֆեին պարունակող ըմպելիքների նկատմամբ պահանջը մեծանում է, ծնողները այդ շրջանում գանգատվում են, որ երեխան նիհար էր, բայց հիմա կտրուկ քաշ է ավելացնում, այդ ամեն ինչը իրականում դրա հիմքում ընկած է հորմոնալ խնդիրները։ Այստեղ նույնպես պետք է դեռահասին բացատրվի, որ ճիշտ է, ամեն ինչ կախված է հորմոններից, բայց մենք պետք է նաև վերահսկենք այդ ցանկությունը, որպեսզի չունենանք հավելյալ քաշ, հետագայում նաև ճարպակալում։ Հրաշալի է։ Եվ այսպես հարգելի հեռուստադիտողներ, ամփոփենք այս հատվածը ու հիշենք, որ այո 8-9 տարեկանում արդեն սկսում են փոփոխությունները եւ մենք պետք է պատրաստ լինենք, որ մեր երեխան փոխվելու է։ Մինչև 8-9 տարեկանը դա մի երեխա էր, 8-9 տարեկանից հետո հավատացեք դա լինելու է բացարձակ այլ երեխա, մեկ այլ անձնավորություն։ Եվ պետք չի դրանից ոչ զարմանալ, ոչ նեղվել, ոչ հուզվել, ընդամենը պետք է օգնել, որպեսզի ճիշտ ձևով քայլ առ քայլ ձեր երեխան հասունանա։ Եթե կան խնդիրներ, ապա դիմել մանկական էնդոկրինոլոգի։ Շնորհակալություն, մնացեք մեզ հետ։ Բարև ձեզ, եթերում գեղեցկության արվեստն է։ Ինդիպա տեխնոլոգիան ժամանակակից ոչ ինվազիվ մեթոդ է, որը կիրառվում է սպիների բուժման, հյուսվածքի բարելավման, մաշկի որակի բարձրացման նպատակով։ Ինդիպան գործում է ռադիոհաճախական էներգիայի միջոցով, դրա շնորհիվ ներթափանցում է հյուսվածքների խորը շերտեր եւ ակտիվացնում է հյուսվածքների նյութափոխանակությունը։ Այն խթանում է արյան շրջանառությունը, թթվածնի մատակարարումը եւ կոլագենի սինթեզը, ինչը բերում է հյուսվածքների ինքնուրույն վերականգնմանը։ Սպիների դեպքում ինդիպան բերում է պոշտ հյուսվածքի փափկացմանը, մաշկի մակերեսի հարթեցմանը եւ աստիճանաբար բերում է սպիների տեսանելիության նվազեցմանը։ Անկախ նրանից այդ սպիները ակնեից հետո են, հետտրավմատիկ, թե վիրահատությունից հետո։ Կախված խնդրից եւ խնդրի բարդությունից այցելությունների քանակը կարող է տարբեր լինել։ Այս մեթոդի մեծ առավելությունն այն է, որ այն անցավ է, անվտանգ է եւ չունի վերականգնողական շրջան։ Պացիենտը անմիջապես կարող է վերադառնալ իր առօրյա կյանքին։ Եվ այսպես հարգելի հեռուստադիտողներ, շարունակում ենք հաղորդումը, փորձում ենք սնվել հաճույքով եւ մնալ առողջ։ Այս գործում ինձ այսօր օգնելու են մեր սրտաբանը Վարդգես Մովսեսյանը, ողջույն Բերիկ Մովսեսյան, եւ իհարկե Նարինե Ալեքսանյանը, մեր խոհարար, որը միշտ կարողանում է պատրաստել շատ համեղ սնունդ, որը նաեւ լինում է շատ առողջարար։ Այսօրվա թեման մենք ընտրել ենք էներգետիկ խտանիչները, որոնք որ բավականին տարածված են ցանկացած խանութում վաճառվում են,
բայց փորձելու ենք հասկանալ իրականում դրանք լավ բան են թե վատ, օգտակար են թե վնասակար։ Նայեն է ձեր կարծիքը, փորձել եք ինչ էֆեկտ է ձեզ մոտ եղել, ինչ արդյունքներ։ Չեմ փորձում ընդհանրապես, կարծում եմ, որ ոչ մի դրական կողմ չունի։ Միանգամից Նարինեն կտրուկ չի փորձել, չի էլ ուզում փորձի, գուցեև ճիշտ էլ անում է։ Հիմա իմանանք բժշկի կարծիքը։ Իդեպ փորձել եք բժիշկ Մովսիսյան։ Փորձել եմ, որովհետև երբեմն օգտագործումը, եթե խոսքը երիտասարդ տարիքային խմբի մասին է, ովքեր չունեն ուղեկցող հիվանդություններ, ռիթմի խանգարումներ եւ այլ, չափավոր օգտագործումը կարող է չվնասել Բայց առողջությանը։ իրականում լավ բան չէ։ Բնականաբար։ Բնականաբար լավ բան չի, իսկ մենք այսօր լավ բան ենք պատրաստելու։ Նայեն ինչ ենք պատրաստելու։ Մենք այսօր պատրաստելու ենք կակաով եւ ավոկադոով շատ համեղ դեսերտ։ Մենք կոնֆետներ ենք պատրաստելու։ Մենք պատրաստելու ենք կոնֆետներ, որոնք հրաշալի կարող են խթանիչ դեր ունենալ եւ բացարձակ կարիք չկա գնալ այդ գազավորված խթանիչները օգտագործել։ Դրով էլ կոնֆետներ, որոնց համար մեզ անհրաժեշտ կլինի ընդամենը 100 գրամ ընկույզ, կես ավոկադո, 1 ճաշի գթալ կակաո եւ մեղր։ Եվ այսպես, եթե համեմատենք սիրտը շարժիչի հետ, ապա ինչ տիպի վառելիք իրենից կներկայացնի էներգետիկ խթանիչը։ Շատ լավ, եթե սիրտը շարժիչն է, ապա էներգետիկը ոչ թե վառելանյութն է, այլ գազի ոտնակը, որի վրա կա սեղմող մեխանիզմ, որը անդադ սեղմում է այդ գազի ոտնակը Մինչև վերջ։ եւ բնականաբար բերում է արագ հյուսման եւ արագ սպառման։ Եվ այս տեսանկյունից չարաշահումը նմանատիպ ըմպելիքների կարող է իհարկե բերել օրգանիզմի ստրեսային էներգետիկները իրենց մեջ պարունակում են բարձր քանակությամբ կոֆեին, շաքար եւ խթանիչներ արհեստական, քիմիական, որոնք կարող են բերել իհարկե կարճաժամկետ էֆեկտիվություն կարող են ունենալ եւ մարդը, ով օգտագործում է, կարող է իրեն շատ լավ զգալ առաջիկա ժամերի ընթացքում, կարծես պարտքով էներգիա է վերցնում օրգանիզմը եւ հետագայում պետք է սա վերադարձնի, Ոսով է հետո հետ տալու։ Այո, եւ մի բան էլ ավելին, բնականաբար։ Նարին, այս է էներգետիկ խթանիչ է, սա մոտավորապես 1 բաժակի չափ է։ Ձեր կարծիքով այսպիսի էներգետիկ խթանիչի մեջ մոտավորապես քանի թեյի գթալ շաքար կարող է պարունակվել։ Կարծում եմ շատ։ Ինչքան։ 5-6 ավել 10 15 Մինչև 16 գթալ շաքար կարող է պարունակվել այսպիսի էներգետիկ խթանիչի մեջ։ Այսինքն դուք պատկերացնում եք ձեզ ինչպես են խափում, եթե դուք ուղղակի վերցնեք ջրի մեջ լցնեք 16 գթալ շաքար ու փորձեք դա խմել, կարծում եմ, որ 1000-ից 1-ը կկարողանա, բայց այստեղ 16 գթալ շաքարը լուծվում է, այստեղ տալիս են հատուկ համային բաղադրիչներ, գազավորվում է եւ բնականաբար դուք ինչ որ պահի ձեզ զգալու եք որոշակի առույգություն եք զգալու, որոշակի այսպես, բայց դա չի կարող առանց հետևանքների անցնել։ Ինչ է լինում, այս դեն գցենք, այսպես պետք չի։ Եթե հաշվի առնենք այդ 16 գթալ օրինակ շաքարի ընդունումը միանվագ, բնականաբար այն բերում է օրգանիզմում ստրեսի եւ մեծ քանակությամբ ինսուլին պետք է արտադրի օրգանիզմը, որպեսզի կարողանա մարսել այս ընդունված շաքարը, բայց միևնույն ժամանակ էներգիան ընդունված կալորիաները որևէ տեղ չեն կորչում եւ բնականաբար նրանք մի կողմից բերում են ինսուլինի գերարտադրության եւ երկարատև ընդունումը կարող է բերել երթաստամոքսային գեղձի բետա բջիջների հյուսման, որոնք ավելի ուշ տարիքում կարող են առաջացնել արդեն բերել շաքարային դիաբետի ձևավորման եւ մյուս կողմից ընդունված կալորիաները որևէ տեղ չեն կորչում եւ վերածվում են ճարպի, եթե նրանք չեն ծախսվել, իսկ այդ քանակի շաքարի միանվագ ընդունումը առաջիկա ժամերին ծախսելը մի փոքր դժվար է։ Լավ, իսկ ինչ կասեք օրինակ բուսական խթանիչների մասին, իմ մանկության տարիներին ամենահայտնի, այսպես կար ժենշեն ու բավականին թանկ արժեր եւ հիշում եմ, որ եթե կարողանում էին, գտնում էին, գնում էին, բերում էին, անգամ երեխաներին ասում էին, խմեք դպրոցում լավ կսովորեք։ Տեսեք, այստեղ խոսքը բնական խթանիչների մասին է, բայց բնականաբար չափից ավել օգտագործումը կրկին փոքր ամպուլաներով էին, ես հիշում եմ, սրվակներով էին։ Կարծում եմ, թե բնական կարելի լինի գտնել եւ օգտագործել, դա կարող է դրական էֆեկտ ունենալ եւ եթե օգտագործվում է չափավոր։ Իդեպ, եթե համեմատենք սովորական սուրճը եւ էներգետիկ խթանիչները, սուրճը մենք կարող ենք ասել, որ սա էներգետիկ խթանիչ է։ Տեսեք, սուրճը բնականաբար կարող ենք ասել, բայց կոֆեինի պարունակությունը չափավոր է սուրճի մեջ, իսկ էներգետիկների մեջ տասնյակ անգամ կարող է բարձր լինել
եւ բնականաբար եթե համեմատության մեջ նայենք սուրճը եւ էներգետիկները, ընտրությունը կարող ենք հանգել սուրճի վրա։ Այսինքն մեկ բաժակ էներգետիկը դա հավասար է մոտավորապես, եթե դուք 10-15 բաժակ սուրճ խմեք։ Կարող ենք ունենալ արհեստացի ռիթմի խանգարումներ, որոնք հենց կարող են առաջացնել էներգետիկ ըմպելիքներ եւ հաճախ էլ ունենում ենք այս բարդությունները նաեւ երիտասարդների մոտ, ովքեր չարաշահում են ոչ միայն էներգետիկի ընդունումը, նաեւ սովորական սուրճի ընդունումը։ Եվ այստեղ եթե համեմատության մեջ կրկին նայենք էներգետիկներից արիթմիայի հավանականությունը եւ շատ սուրճից, բնականաբար էներգետիկների դեպքում տասնյակ անգամ ավելի բարձր է արիթմիա ունենալու հավանականությունը։ Եթե այդքան վատ բան է, ինչու է վաճառվում, ինչու են մարդիկ գնում։ Երբ մարդը օրինակ պատրաստվում է քննության, ունի ծանր ֆիզիկական աշխատանք կատարելու այդ օրը եւ ցանկանում է այդ մեկ օրը ունենալ էներգիայի պաշար եւ եթե պայմանով, որ հետագայում այն կարող է լրացնել, կարող ենք սա որպես թույլատրելի համարել, բայց բնականաբար խորհուրդ չի տրվում օգտագործել դեռահասներին, բնականաբար հղի կանանց եւ մարդկանց, ովքեր ունեն սիրտանոթային խնդիրներ, մասնավորապես զարկերակային բարձր ճնշում եւ ռիթմի եւ հաղորդականության խանգարումներ։ Նաեւ կարող եմ նշել, որ գոյություն ունեն ոչ թե էներգետիկ, այլ ֆունկցիոնալ ըմպելիքներ, որոնք շաքարի պարունակությունը առհասարակ չունեն, կոֆեինի պարունակությունը քիչ է եւ այդ արհեստական խթանիչները չկան, սրանց օգտագործումը, եթե դա խորհրդակցում են իրենց վարող բժշկի հետ կամ մարզվում են պրոֆեսիոնալ մարզիչի հետ, եթե ճշտում են, որ այդտեղ չկան այս կոնսերվանտները, ապա դրանք որպես ֆունկցիոնալ ըմպելիք կարելի է օգտագործել ի համեմատ այս էներգետիկների, որոնք իհարկե ցանկալի չեն։ Հիշում ենք սրա մասին, հիշում ենք ամեն անգամ, երբ ձեր երեխաները ձեզնից կխնդրեն, ասեն՝ մի հատ կառնես սրանից, ես սրա գովազդը տեսել եմ, մի հատ փորձեմ։ Հիշեք, որ սա հատկապես ձեր երեխաների առողջության համար կարող է շատ վատ ազդեցություն ունենալ եւ ընդհանրապես էներգետիկ խթանիչներ օգտագործելու փոխարեն դուք կարող եք շատ ավելի խելացի տարբերակներ գտնել։ Օրինակի համար ես հենց հիմա տեսնում եմ երկու այդպիսի խելացի տարբերակ այս ափսեի մեջ հրաշալի կոնֆետներ, որոնք կբարձրացնեն եւ ձեր տրամադրությունը, եւ աշխատունակությունը, եւ ընդհանրապես ամեն ինչ կլինի շատ ավելի լավ, քան մինչեւ այս կոնֆետները ուտելն էր։ Շնորհակալություն հարգելի բարեկամներ, սնվենք հաճույքով եւ մնանք առողջ խորագիրներ։ Մեջքի կորություն կամ կլոր մեջք ամենաարդիական խնդիրներից մեկը մեր օրերում։ Կլոր մեջքի առաջացման պատճառները շատ տարբեր կարող են լինել։ Դրանք կարող են լինել իծնե, ձեռքբերովի, տարբեր հիվանդությունների, վիրահատությունների արդյունքում։ Այս խնդիրը հատկապես տարածված է դեռահասների շրջանում, երբ տեղի է ունենում կմախքի բուռն աճ։ Պետք է նշել նաև մեր օրերում շատ տարածված խնդիրներից մեկի մասին։ Դեռահասները կարծես թե վերահսկողությունը կորցնում են համակարգիչներից, հեռախոսներից, գադջետներից օգտվելիս։ Նկատելի այն փաստը, որ այս տեխնիկաներից օգտվում են հիմնականում գլխի կոր, մեջքը կոր վիճակում։ Կլոր մեջքի խնդիրը չափահաս տարիքում հանդիպում է նաև շատ կանանց մոտ ոսկրային խտության նվազման հետևանքով։ Կլոր մեջքի ամենատարածված պատճառներից մեկը դա մեջքը ուղղող, տարածող մկանների թուլությունն է, ինչպես նաև որովայնի առաջային պատի մկանների թուլությունը։ Կինեզոթերապիան մեծ շեշտ է դնում տարածիչ մկանների ուժեղացման վրա, ինչպես նաև որովայնի մամուլը ապահովող մկանների զարգացման վրա։ Ամենը պետք է կատարել շատ գրագետ, որպեսզի չունենան հակառակ արդյունք։ Մարդիկ կարող են երկար ապրել այս խնդրով եւ չմտածել, որ դա ոչ միայն էսթետիկ խնդիր է, այլ նաեւ առողջական խնդիր է։ Լինում են շատ դեպքեր, երբ մեզ դիմում են այն ժամանակ, երբ կլոր մեջքը արդեն անդրադառնում է առողջական խնդիրների վրա։ Կլոր մեջքը կարող է առաջացնել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են ցավ պարանոցում, գլխացավեր, ականջների խշշոց, աղմուկ ականջներում, ուսերում ծանրության զգացողություն, արագ հոգնածություն, ուշադրության ցրվածություն, տեսողության վատթարացում եւ այլն։ Այն դեպքերում, երբ կլոր մեջքի խնդիրը առաջանում է օստեոխոնդրոզի հետևանքով, նկատվում է նաեւ զարկերակային ճնշման տատանումներ, բարձրացման երևույթներ։
Մասնագետին պետք է դիմել ամենափոքր շեղումներ նկատելիս։ Ծնողներ կան, ովքեր դիմում են մեզ առաջին իսկ նկատելի փոփոխություններից։ Սակայն ցավալի է, որ դեպքեր կան, ծնողը դիմում է եւ ասում է, որ նոր է նկատել, այն դեպքում եւ խնդիրը զգալիորեն արտահայտված է։ Կա թյուր կարծիք, որ կլոր մեջքը շտկվում է մինչեւ հասունացման ավարտը։ Սակայն պետք է նշեմ, որ փորձը ցույց է տալիս, որ կլոր մեջքը կարելի է ուղղել նույնիսկ չափահաս տարիքում։ Այդքան կապված չէ տարիքից, որքան պատճառից։ Եղեք ուշադիր կեցվածքի նույնիսկ աննշան շեղումներին, եթե նկատել եք, դիմեք համապատասխան մասնագետին։ Ում հետ սկսել ես հաղորդումը, նրա հետ էլ պետք է ավարտես։ Էլի քնած է։ Հիշեցնեմ, որ մեր այսօրվա հաղորդման հիմնական թեման նվիրված էր նարկոլեպսիային։ Փորձեցինք պատկերացնել ինչ է իրենց ներկայացնում, ինչու են մարդիկ ցերեկային ժամերին անտանելի կերպով ուզում քնել եւ ինչ է պետք անել, ում է պետք դիմել։ Իսկ մենք աշխատում ենք, որպեսզի ձեզանից յուրաքանչյուրը լինի առողջ։ Դու մնա այդտեղ, ես կգնամ։ Սա եղիր առողջ հաղորդումն էր, անպայման կհանդիպենք։